Ողջույն սիրելի երաժշտասերներ, Մոզարտ դաշնամուրի դասընթացի հավատարիմ հետևորդներ։ Այսօր սկսում ենք 2026 թվականի մեր առաջին դասը և այսօրվա թեման նվիրված է մի շատ հետաքրքիր հասկացության երաժշտության մեջ, որը կոչվում է ինտերվալ։ Հիմա բացատրեմ, ինչ է ինտերվալը։ Հնչյունաշարի որևէ երկու աստիճանի կամ երկու հնչյունների միջև եղած տարածությունը կոչվում է ինտերվալ։ Անգամ այս բառը ինտերվալ ասվածը արդեն հուշում է, որ այստեղ խոսքը որևէ տարածության, ժամանակամիջոցի և այլ նման հասկացությունների մասին է։ Այսինքն, մենք լավ հիշում ենք առաջին դասերից, որ մեր դաշնամուրի հնչյունաշարը դա տեմպերացված հնչյունաշարն է, որը 18-րդ դարից հետո է սկսել կիրառվել, և յուրաքանչյուր հնչյունի միջև նրա հարևան հնչյունի հետ ընկած տարածությունը կազմում է կիսատոն։ Դիտարկենք դո մաժոր գամման, դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, դո։ Այստեղ ունենք 7 հնչյուն և 5 ալտերացված հնչյուններ, ինչպես գիտեք, և յուրաքանչյուր հնչյունից հնչյուն տարածությունը դա կիսատոն է։ Սա կրկնողություն նախորդ դասերից, ուրեմն այս կիսատոն է, այստեղից այստեղ կիսատոն, 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 միից ֆա, հիշում եք հնչյունաշարը կիսատոն է կազմում, կիսատոն, և այսպես շարունակ, և սի դո հնչյունների միջև է գոյանում կիսատոն, որտև այստեղ սև ստեղն չունենք և հետևաբար, քանի որ հավասարությունը նույնն է, սա ևս կիսատոն է։ Այսինքն, երկու սպիտակ հնչյունների միջև կառուցվածքային հնչյունային տոնը կազմում է 1 տոն։ Դո մաժոր գամմայում դա այսպես է 1 տոն, 1 տոն, կիսատոն, 1 տոն, 1 տոն, 1 տոն, կիսատոն։ Սա մաժոր գամմայի կառուցվածքն է առհասարակ։ Հիմա ինտերվալը դա երկու հնչյունների միջև եղած տարածությունն է, այսինքն պատկերացրեք որևէ կետից մինչև մյուս կետը, ենթադրենք վերցնում ենք մի հնչյունը և նրանից աջ կողմ որևէ տարածություն, լյա նոտան, մի, լյա, ահա այս տարածությունը տեսնում եք, սա արդեն կոչվում է ինտերվալ։ Ցանկացած երկու հնչյունի միջև ընկած տարածությունը, հեռավորությունը, ինչպես ուզում եք դա կոչեք, կարող են լինել նաև մոտ հնչյուններ, շատ իրար կողք գտնվող հնչյուններ։ Սա ևս, սա էլ է ինտերվալ։ Ուրեմն, ինտերվալները հնչում են երկու ձևով։ Հաջորդաբար հնչող աստիճանների ինտերվալը կոչվում է մելոդիկ կամ մեղեդային։ Ենթադրենք մենք նվագում ենք 3 նոտա, ուրեմն յուրաքանչյուր նոտայից մինչև մյուս նոտան, սա ինտերվալային մեղեդային ինտերվալներն են, ռեից սոլ, սոլից սի, կարող ենք իջնել լյա, ուրեմն բոլոր հնչյունների միջև ընկած տարածությունները։ Եվ ինտերվալները նաև հնչում են միաժամանակ, այսինքն երկու աստիճանները միաժամանակ, այսպես։ Այսինքն ավելի ակորդային, դասավորությամբ ասենք, սրանք կոչվում են հարմոնիկ ինտերվալներ, այսինքն արտահայտում են որևէ հարմոնիա, լսենք։ Այսքանը ընդհանուր առմամբ ինտերվալ հասկացության մասին։ Ինտերվալի ներքևի հնչյունը կոչվում է հիմք, իսկ վերևի հնչյունը կոչվում է գագաթ։ Երբեմն ինտերվալները նաև անհրաժեշտություն է առաջանում շրջել, այսինքն կարող ենք գագաթը իջեցնել օկտավավար, ենթադրենք, լյան իջեցնենք այստեղ, կամ հիմքը բարձրացնենք օկտավավեր, կարող ենք շրջել ինտերվալներ, սա ևս հետաքրքիր ինֆորմացիա է։ Ինտերվալները ըստ աստիճանային մեծության ունեն իրենց լատիներեն անվանումները։
պրիմա դա առաջին ինտերվալն է, սեկունդա երկրորդ, տերցիա երրորդ, կվարտա չորրորդ, կվինտա հինգերորդ, սեքստա 6, սեպտիմա 7 եւ օկտավա 8։ Ինտերվալները նաև շատ հետաքրքիր բնութագրիչներ ունեն, որոշ ինտերվալներ լինում են մեծ եւ փոքր, որոշ ինտերվալներ լինում են միայն մաքուր ինտերվալներ։ Այսօր մենք կխոսենք առաջի 3 ինտերվալների մասին, որոնք են պրիման 1-ը, սեկունդան 2-ը, տերցիան 3-ը։ Ուրեմն պրիմա ինտերվալը դա նույն հնչյունի միջև ընկած տարածությունն է, ենթադրենք նույն հնչյունը նվագում եք 2 անգամ։ Այստեղ տեսնում ենք, նկատում ենք, որ այստեղ 0 տարածություն է, ուրեմն չկա տարածություն, սա կոչվում է պրիմա։ Արդեն երբ որ մենք հարևան հնչյունը վերցնենք, կառուցենք, արդեն մենք ստանում ենք սեկունդա, ինչու, որտև անում ենք 1, 2 քայլ ենք անում, սեկունդան նշանակվում է 2 թվանշանով և այս սեկունդաները լինում են մեծ և փոքր, ըստ իրենց կառուցվածքի, ուրեմն ֆայից սոլ մենք արդեն գիտենք ունենք այստեղ 1 տոն և ուրեմն մեծ սեկունդան հավասար է 1 տոնի, 1 տոնը այսինքն կազմում է մեծ սեկունդա։ Եթե ես ցանկանում եմ կազմել փոքր սեկունդա, արդեն երկրորդ աստիճանը ֆա, սոլ։ Սոլը պետք է ձգտեմ փոքրացնել, ինչպես սոլը կես տոնով կտեղափոխեմ դեպի վար, այսինքն սոլ բեմոլ։ Ֆա սոլ բեմոլ, ահա այս կիսատոնը կկազմի փոքր սեկունդա ինտերվալ։ Եվ ուրեմն բոլոր կիսատոնները, քանի որ փոքր սեկունդան ունի կես տոն ուրեմն մեծություն, այս բոլոր կիսատոնները սրանք կազմում են փոքր սեկունդա ինտերվալներ, իսկ մեկական տոն ունեցող հեռավորությունները կազմում են մեծ սեկունդաներ։ Տերցիա ինտերվալը, որը նշանակում է 3, գրվում է 3 թվանշանով, ևս ունի մեծ և փոքր ուրեմն բնույթներ։ Մեծ տերցիան պարունակում է 2 տոն, այսինքն նախ կազմենք տերցիա, ինչպես ենք դա կազմում ցանկացած հնչյունից մեր ուզած 3 աստիճան բարձրանում ենք վեր կամ վար 1, 2, 3, ֆա, սոլ, լյա, ահա ես հասա լյա հնչյունին և ուրեմն կազմեցի տերցիա ինտերվալ, մնաց որոշեմ նրա մեծությունը, մեծ է թե փոքր է։ Ըստ ինտերվալների այս կանոնների մեծ տերցիան ունի 2 տոն, այսինքն ֆայից սոլ տեսնում եք կազմում է 1 տոն և սոլից լյա երկրորդն է, այսինքն 2 տոն է ընկած այս տարածության միջև և սա ուրեմն մեծ տերցիա ինտերվալն է։ Ինչպես փոքրացնել մեծ տերցիա ինտերվալը, վերևի հնչյունը կես տոն իջեցնում ենք ցած, լյան դարձնում ենք լյա բեմոլ, ֆա, լյա բեմոլ, տեսնում եք նույնիսկ տարածությունը կրճատվում է, հա, այսպես ավելի լայն է տարածությունը, այսպես ավելի փոքր է, ֆա, լյա բեմոլ, սա արդեն փոքր տերցիա է, 1,5 տոն է կազմում փոքր տերցիայի պարունակությունը, 1 տոն և բնականաբար կես տոն։ Կարող եմ նաև հիմքը բարձրացնել կես տոնով, ֆան դարձնել ֆա դիեզ և նորից կստանամ փոքր տերցիա։ Կարևոր է, որ երկու հնչյունների միջև տարածությունը կազմի 1,5 տոն, ինչպես հաշվենք, ուրեմն այստեղից սա կես տոն է, սոլից լյա արդեն 1 տոն է, կամ կարող ենք կազմել այսպես կիսատոն, 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 3 կիսատոն հավասար է 1,5 տոնի։ Ինտերվալները նաև լինում են բացի մեծ, փոքր և մաքուր ինտերվալներից, հանդիպում են նաև մեծացված, փոքրացված, կրկնակի մեծացված, կրկնակի փոքրացված ինտերվալներ, բայց դրանց մասին մենք կխոսենք ավելի ուշ դասերում։ Ինչպես արդեն նշեցի, ցանկացած ինտերվալ կարող եք կազմել թե դեպի վար ձեր վերցրած հնչյունից, ենթադրենք սոլ սի տերցիա և սոլ մի տերցիա
ֆունկցիա էլի, եւ մնում է որոշեք, թե քանի տոն է պարունակում եւ ըստ դրա արդեն անվանեք մեծ կամ փոքր։ Սոլ, սի, մեծ տերցիա 2 տոն, սոլ մի, փոքր տերցիա 1,5 տոն։ Նույնը սեկունդաները, սոլ լյա 1 տոն մեծ սեկունդա, սոլ ֆա մեծ սեկունդա, սոլ լյա բեմոլ փոքր սեկունդա, սոլ ֆա դիեզ փոքր սեկունդա։ Ահա այսքան այսօրվա համար, հույս ունեմ դասը հետաքրքիր էր եւ շատ օգտակար, անհրաժեշտ, որպեսզի հասկանանք երաժշտության բոլոր բաղադրիչները։ Հարցերի դեպքում թողեք մեկնաբանություն, ես սիրով կպատասխանեմ։ Մինչ նոր հանդիպում, բարին ընդ ձեզ։